Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. «Մարդի որդի, երեսը դեպի Գոգն արա Մագոգի երկրում, դեպի Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխանը, և մարգարեացիր նրա վրա, և ասիր. այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես քեզ դեմ եմ, ով Գոգ, Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխան, և քեզ պիտի ետ դարձնեմ, և կարթեր պիտի դնեմ քո կզակներին, և քեզ պիտի հանեմ, և քո բոլոր զորքը, ձիերն ու ձիավորները, բոլորը շքեղությունով հագված վահանավորների և ասպարակիրների մեծ ժողովքը, որոնց ամենքն էլ սուր բռնողներ են, պարսիկները, եթովպացիները և փուդացիք նրանց հետ, ամենքն էլ ասպարակիր և սաղավարտավոր, Գոմերը և նրա բոլոր գունդերը, Թորգոմայի տունը, հյուսիսի ծայրերիցը և նրա բոլոր գնդերը, շատ ժողովուրդներ քեզ հետ, պատրաստ եղիր և պատրաստիր քեզ և քո բոլոր ժողովքը, որ ժողովվել են, և դու նրանց պահապանը եղիր։ Շատ օրերից հետո պիտի այցելվիս, տարիների վերջին դու պիտի գաս այն երկիրը, որ սուրիցը ետ է առնված, և շատ ազգերի ժողովածի վրա Իսրայելի սարերի վրա, որոնք մշտնջենական ավերակներ էին, բայց ազգերի միջից դուրս բերվեցան, և ամենքն էլ ապահով են բնակվում։ Բայց դու մրրիկի պես պիտի վեր կենաս գաս, երկիրը ծածկելու համար եղող ամպի պես պիտի լինես, դու և քո բոլոր գունդերը, և շատ ազգեր քեզ հետ։ Այսպես է ասում Տեր Եհովան. և այն օրը պիտի լինի, որ սրտումդ բաներ պիտի վեր կենան, և դու պիտի չար խորհուրդներ խորհես և ասես. վեր գնամ բաց երկրի վրա, հասնեմ ապահովների վրա, որ ապահով բնակվել են, ամենքը բնակվում են առանց պարսպի, և նրանք նիգեր ու դռներ չունին, ավար հափշտակելու և կողոպուտ կողոպտելու, որ ձեռքը դարձնես մարդաշեն դառած ավերակներին, և դեպի այն ժողովուրդը, որ հավաքված է ազգերի միջից, որ խաշինք ու ապրանք է ստացել, որ նստել են երկրի միջին տեղը, Սաբան և Դեդանը և Թարսիսի վաճառականները և նրա բոլոր առյուծները քեզ պիտի ասեն. միթե ավար հափշտակելու համար եկար դու, միթե կողոպուտ կողոպտելու համար ժողովեցիր քո ժողովքը, որ արծաթ ու ոսկի վեր առնես, որ խաշինք ու ապրանք առնես, որ մեծ ավար հափշտակես, դրա համար մարգարեացիր, մարդի որդի, և ասիր Գոգին. այսպես է ասում Տեր Եհովան. ահա այն օրը, երբ որ իմ ժողովուրդ Իսրայելը ապահով կբնակվե, կիմանաս, և կգաս քո տեղերից հյուսիսի ծայրերիցը, դու ինքդ և շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքդ ձիեր հեծած, մեծ բազմությունով և շատ զորքով, և դու վեր կգաս իմ Իսրայել ժողովրդի վրա, իբրև ամպ երկիրը ծածկելու։ Վերջի օրերումը պիտի լինի, և քեզ պիտի իմ երկրի վրա բերեմ, որպեսզի ազգերը ինձ ճանաչեն, երբ որ ես քեզանով կսրբվիմ նրանց աչքի առաջին, ով Գոգ։ Այսպես է ասում Տեր Եհովան. դու նա ես, որի համար առաջի օրերը ասել եմ իմ ծառաներ Իսրայելի մարգարեների ձեռովը, որ մարգարեանում էին այն օրերը և տարիները, որ քեզ նրանց վրա բերեմ։ Եվ այն օրը պիտի լինի, երբ որ Գոգը կգա Իսրայելի երկրի վրա, ասում է Տեր Եհովան, իմ բարկությունը երեսիս պիտի բարձրանա, և իմ նախանձովը, իմ բարկության կրակովը խոսեցի, որ այն օրը անշուշտ մեծ խռովություն պիտի լինի Իսրայելի երկրի վրա, և պիտի դողան իմ երեսից ծովի ձկները, և երկնքի թռչունները, և դաշտի գազանները, և երկրի վրա սողացող բոլոր սողունները, և ամեն մարդ, որ երկրի երեսին է, և սարերը պիտի քանդվին, և գահավեժ ժայռերը կործանվին, և ամեն պարիսպները գետինը պիտի ընկնեն, և իմ բոլոր սարերի վրա նրա դեմ սուր պիտի կանչեմ, ասում է Տեր Եհովան։ Ամեն մարդի սուրը իր ընկերի դեմ պիտի լինի, և նրա հետ պիտի դատվի իմ ժանտախտով և արյունով, և հորդահոս անձրև, և կարկուտի քարեր, և կրակ ու ծծումբ պիտի տեղամ նրա վրա, և նրա գունդերի վրա, և նրա հետ եղող շատ ազգերի վրա, և ես պիտի փառավորվիմ և սրբվիմ և ճանաչվիմ շատ ազգերի աչքի առաջին, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։ Գիրք Եզեկիել, գլուխ 39. Եվ դու, մարդի որդի, մարգարեացիր Գոգի դեմ և ասիր. այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես քեզ դեմ եմ, ով Գոգ, Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխան, և ես քեզ ետ պիտի դարձնեմ, և քեզ պիտի տանեմ, և քեզ վեր հանեմ հյուսիսի ծայրերիցը, և քեզ պիտի բերեմ Իսրայելի սարերի վրա,
Եվ պիտի զարկեմ քո աղեղը ձախ ձեռքիցդ, և նետդ վայր պիտի գցեմ աջ ձեռքիցդ։ Իսրայելի սարերի վրա պիտի ընկնես դու ինքդ և քո գունդերը, և քեզդ եղող ազգերը։ Ամեն տեսակ թևավոր գիշատիչ թռչնի և դաշտի գազանի կերակուր եմ արել քեզ։ Դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետև ես ասեցի, ասում է Տեր Եհովան։ Եվ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վրա և կղզիների ապահով բնակողների վրա, և պիտի իմանան, թե ես եմ Տերը։ Եվ իմ սուրբ անունը պիտի ճանաչել տամ իմ Իսրայել ժողովրդի մեջ, և իմ սուրբ անունը այլևս պղծել չեմ տա, և ազգերը կիմանան, որ ես եմ Իսրայելումը սուրբ եղող Տերը։ Ահա գալիս է և կկատարվի, ասում է Տեր Եհովան։ Սա այն օրն է, որ ես ասեցի։ Եվ Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան և կրակ կվառեն, և կայրեն զենքերը, և ասպարներով ու վահաններով, աղեղներով ու նետերով, ձեռքի մահակներով և նիզակներով 7 տարի կրակ կանեն, և փայտ չեն կրի դաշտիցը, և փայտ էլ չեն անի անտառներիցը, որովհետև զենքերով պիտի կրակ անեն, և իրանցից հափշտակողներից պիտի հափշտակեն, և իրանցից կողոպտողներից պիտի կողոպտեն, ասում է Տեր Եհովան։ Եվ այն օրը կլինի, որ ես այնտեղ Գոգին տեղ պիտի տամ իբրև գերեզման Իսրայելի մեջ անցավորների ձորը ծովի արևելքումը, և նա արգելելու է անցավորներին, և այնտեղ պիտի թաղեն Գոգին և նրա բոլոր բազմությունը, և կկոչեն Գոգի բազմության ձորը։ Եվ Իսրայելի տունը պիտի թաղեն նրանց երկիրը մաքրելու համար 7 ամիս, և երկրի բոլոր ժողովուրդը պիտի թաղե։ Եվ սա նրանց համար համբավ պիտի դառնա այն օրը, որ ես կփառավորվիմ, ասում է Տեր Եհովան։ Եվ մարդիկ պիտի ջոկեն, որ միշտ ման գան երկրումը, որոնք ման եկողների հետ թաղեն երկրի երեսի վրա մնացածներին նրան մաքրելու համար։ 7 ամսից հետո պիտի որոնեն։ Եվ ման եկողները ման պիտի գան երկրումը։ Եվ երբ որ մարդի ոսկորներ տեսան, նրա կշտին նշան պիտի շինեն, մինչև որ թաղողները թաղեն նրան Գոգի բազմության ձորումը։ Եվ քաղաքի անունն էլ Համոնա պիտի լինի, և երկիրը պիտի մաքրեն։ Իսկ դու, մարդի որդի, այսպես է ասում Տեր Եհովան. ասիր ամեն թևավոր թռչնին և դաշտի բոլոր գազաններին. ժողովեցեք ու եկեք, հավաքվեցեք շուրջանակի իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար, մեծ զոհ Իսրայելի սարերի վրա, և միս կերեք ու արյուն խմեցեք, զորավորների միս կերեք, և երկրի իշխանների արյունը խմեցեք, խոյերի, գառների, նոխազների, զվարակների, որոնք ամենքը Բասանի պարարտներ են, և ճարպ կերեք, մինչև որ կշտանաք, և արյուն խմեցեք, մինչև որ արբենաք այն զոհիցը, որ ես զոհեցի ձեզ համար, և կշտացեք իմ սեղանի վրա ձիերով և կառքերով, զորավորներով և ամեն պատերազմական մարդով, ասում է Տեր Եհովան։ Եվ ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մեջ, և ամեն ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ պիտի անեմ, և իմ ձեռքը, որ նրանց վրա պիտի դնեմ։ Եվ Իսրայելի տունը պիտի իմանան, որ ես եմ նրանց Տեր Աստվածը այսօրից և հետո։ Եվ ազգերը պիտի իմանան, որ Իսրայելի տունը իրանց անօրենությունների համար գերի են գնացել, որովհետև ապստամբվել են ինձ դեմ, և ես ծածկեցի իմ երեսը նրանցից, և նրանց իրանց նեղիչների ձեռքը մատնեցի, և ամենքը սրով ընկան։ Նրանց պղծությունների և նրանց հանցանքների համեմատ արի նրանց, և իմ երեսը ծածկեցի նրանցից։ Սրա համար այսպես է ասում Տեր Եհովան. հիմա ետ պիտի դարձնեմ Հակոբի գերությունը, և պիտի գթամ Իսրայելի բոլոր տանը, և պիտի նախանձեմ իմ սուրբ անունի համար, և նրանք պիտի կրեն իրանց նախատինքը, և իրանց բոլոր ապստամբությունը, որ ապստամբեցին ինձ դեմ, երբ որ ապահով բնակվել էին իրանց երկրումը, և վախեցնող չկար։ Երբ որ ես նրանց ետ կբերեմ ազգերի միջից, և նրանց կժողովեմ իրանց թշնամիների երկիրներիցը, և նրանցով կսրբվիմ շատ ազգերի աչքի առաջին, այն ժամանակ նրանք կիմանան, թե ես եմ նրանց Տեր Աստվածը, երբ որ նրանց գերի կտանեմ ազգերի մոտ, և կհավաքեմ նրանց իրանց երկիրը, և նրանցից այլևս այնտեղ չեմ թողի, և այլևս չեմ ծածկի իմ երեսը նրանցից, որովհետև իմ հոգին թափած կլինեմ Իսրայելի տան վրա, ասում է Տեր Եհովան։